Կադրերում ակտիվ հրետակոծվող բարձունքը Մաչկալաշեն գյուղի մոտ գտնվող 322 մարտական դիրքն է։ Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման առաջին րոպեներից այս դիրքի ուղղությամբ հակառակորդը կիրառում էր D20, D30 TOS զինատեսակներ։ Տեսանյութում լսվում է աշխարհազորային գումարտակի հրամանատար Սամվել Պետրոսյանի անհանգիստ ձայնը, որը դիտակետից փորձում է կապվել արկերից ծխի մեջ կորած դիրքի ավագ Վանիկ Գևորգյանի հետ։ Մարտունու շրջանում ձևավորված 31-րդ աշխարհազորային գումարտակը Կարմիր շուկայից Մաչկալաշեն ընկած հատվածի 319-ից 322 մարտական դիրքերի պաշտպանությունն էր իրականացնում։ Սեպտեմբերի 19-ին այս հատվածից հակառակորդի ճեղքման բոլոր փորձերը կանխվել են։ Մարտերի ընթացքում գումարտակից զոհվել է 2 աշխարհազորային՝ Էդվարդ Բարսեղյանը եւ Հրայր Մաթևոսյանը։ Այսօրվա հավաքվածն 31-րդ աշխարհազորային գումարտակի ազնագազմի մի մասն է։ Գումարտակի հրամանատար Սամվել Պետրոսյանն է, գումարտակի շտաբի պետը ես եմ, Մայր Սահակյան, գումարտակի զամպալիտը մեր լեզվով ասած Ավշարյանն է, 122 մարտական դիրքի ավագ Գևորգյան Վանիկը, կողքը Սամվելնա Գրիգորյան, պատերազմի վաղտ 319 մարտական դիրքում էր եւ ջոկի հրամանատարներ, դասակի հրամանատարներ, Հերհերի դասակի հրամանատար Ջաբյան Կիմնա, պատերազմի վաղտ եղել է 321 մարտական դիրքում, երեքն էլ այդ վաշտի դասակի հրամանատարներն են, Սարգսյան Նարեկը էլի 321 մարտական դիրքում եւ Սերյանյան Նարեկը։ Երեքով եղել են 321 մարտական դիրքում իրանց ազնագազմով, իրանց վաշտի հրամանատարի հետ միասին։ 20 թվականի պատերազմից հետո հիմնականում Մաչկալաշենից մինչև Թաղավարտի հատվածը 22 թվականից մենք սկսել ենք պաշտպանել 319 մարտական դիրքից մինչև 322 մարտական դիրքը։ Սկզբից ինձ կանչել է աշխարհազորի հրամանատարը Մաթևոսյան Գարենը։ Բասենց գործկա պիտի հավաքվեն տղերքը, մենք քեզ ենք վստահում։ Ես էլ եկել եմ գյուղ, մեր գյուղը Քերտ գյուղն է։ Մարտունու շրջանի Քերտ գյուղն է։ Արդեն կամաց մարդիկ հավաքվում էին 12 գյուղ է։ Սկզբից Թաղավարտից մինչև Մաշկալաշեն 12 գյուղ է։ Գյուղի տղերքը հավաքվել են տենց, ես 90-ականներից իրենց ճանաչում եմ, բայց շատ ուժեղ տղեր կային, ջահել, որ այս թայզասերունդն է։ Ես ծառայել եմ իրենց ավագ եղբորց հետ, ծնողների հետ 90-ականներին։ Սա իրեր ճանաչում ենք եւ այդ հավատքը, այդ վստահությունը կար։ Օր այլ 20 մետր հատ այդ տղերքը հատկապես հիր ծվատը խերխան 20 մետր խրամատ են կտրել։ Դա եղել է 321 դիրքում։ Լավ հոյակապ դիրք է ելել, մեր տեսադաշտը շատ լավ պես է ելել դեպի մեր հակառակորդը։ 3 վաշտից էր կազմված գումարտակը, ունեինք ԱԹՍ ջոկ, նորաստեղծ, ականանետային դասակ, էլի մի ամիս առաջ էր ստեղծված, նույն ԱԹՍ հետախուզական դասակ, Գումարտակը բաղկացած էր 3 վաշտից, առաջի վաշտի հրամանատար Դանիելյան Արտակ, երկրորդ վաշտի հրամանատար Սարգսյան Լեռնիկ,
եւ երրորդ վաշտի հրամանատար Սեյումյան Տիգրան։ Առաջի վաշտը կազմավորված էր հեր ծովատեղ Խերխան գյուղերից, հիմնական իրանց պաշտպանության ուղղությունը 320-321 մարտական դիրքներ, ու տարբերություն չկար, որ լնում էր 22-ն էին գնում, տենց իրար փոխում էին։ Երկրորդ վաշտը հիմնական ազնագազմը Քերտ գյուղ, Քերտ, Սոս, Մաչկալաշեն, Կախոզաշեն, Կավահամ, Մսմնա, երրորդ վաշտը հիմնական Կարմիր շուկա Թաղավարտ։ Երկրորդ վաշտը 22 մարտական դիրքներ պահում, երրորդ վաշտը արդեն 19 մարտական դիրքը։ Մենք գիտեինք, որ ինչ-որ մի բան լինելու է։ Ամսի 16-ին արդեն հրաման կար, որ կարող է սենց բան լինի, բայց ներքին կարգով մենք ստուգում էինք մեր դիրքերը, տողորանցը են առաջնագծումը, որ դիրքը հավաք է, բացատրում էինք, որ սենց մի քիչ լարված վիճակ է։ Հոտենց ամսի 19-ին ժամը 12-անց, էլի 10-15, առաջի ձենս նայադի, ու առաջին ինձ են կապ տալիս, 31 գնաս քո դիրքը, ես ճիշտն ասած շատ մոտիկ ալալ, 5 րոպեից ես հասել եմ այդ դիրքը, իմ վառորդի հետ, տեսել եմ, որ այդ դիրքից ես չեմ կարող ոչ մի բան օգնեմ տողորանցը, հետո ես ասել եմ, որ տեղս փոխում եմ, որպես դուք էլ իմանաք, մի անգամից գնացել եմ տողորանց մոտ, տենց էլ սկսվել է 22-ի վիճակը շատ փիս է եղել, որի ավակն այլել դիրքի ավակը, Վանիկը, այդ դիրքից շատ կադռնեկ է, առաջի հրաման են եղել վեր, կապը տղերք, խրամատից մարդ դուրս չգա, որտև եթե հանց վիճակա վեր, եթե մի հատ աշիպ կա ես անում, դու զոհ ես տալու։ Ցավոք առաջի բայթունից զոհ ենք տվել։ Մինե, խաղամազը։ Աշորոք սեղումներ է եշի։ Այ, բելա ես սկսիստ էլի։ Ես գրա դա թանց։ Ախջի։ Օրա։ Սեպտեմբերի 19-ին եղալ ենք 322 մարտական դիրքում, ինձ հետ 10 հոգի։ Այդպես մեկի կես կողմերի սկսում է, ու մի անգամից մեր դիրքի վրա։ Այդ տեղանքում ամենաբարձր դիրքը մերն է եղել։ Դրա համար թե ինչ ահագին ձևի հրետակոծություն է եղել մեր դիրքի վրա։ Առաջին րոպեներից դիրքից Բարսեղյան Էդուարդը զոհում է, այսինքն մնում է խփում է խրամատի կողքը, մնում է հողի տակ, մինչև հանում ենք, էլ կենդանի չի լինում։ Այդպես մինչև երեկոյան կողմերը հրետակոծության տակը քնում։ Ձախ աջ դիրքերի վրա պեխոտ է հարձակվում, բայց մեր դիրքի վրա չի հարձակվում, մեր դիրքը մենակ հրետակոծում են։ Հրամանատարը ուզում է մաշին ուղարկի, որ Էդուարդի դին հանենք, բայց դիրքում շատ վիճակը վատ է։ Որ չորոշում ենք, որ մի քիչ հանգստանա նոր, մոթու ընկնի նոր։ Գիշերվա ժամը 1-ին մեր կամանջառոտը գյուղից 4 գյուղացու հետ, մեր տղաներից, մեր ընկերներից բարձրանում են դիրք։ Տղերքը Էդուարդի դին իջեցնում են, կամանջառոտը Սարգսյան Լեռնիկը մնում է դիրքում։ Այդպես ժամը 3 կողմերը հրաման տանել անցնենք չպահվող պոստը, 21-ի կողքը մոտիկանանք։ Քանի որ դիրքերը իրարից շատ հեռու, օրինակ 23 դիրքի վրա որ հարձակվում են,
22-ից ոչ մի ձև չի կարողանում օգնել այդ դիրքի տղաներին։ Դիրքերը որոշում են մոտիկացնեն։ Հրամանատարը սաստաղով ինչ կա չկա դիրքում հավաքում ենք, վերջին փամփուշտները հետներս անցնում չպահվող դիրքը։ Հաջորդ օրը ամսի 20-ին նույն ձևի հրետակոծությունը շարունակում է 322-ի վրա, բայց մենք արդեն չպահվող դիրքում էինք։ Իրանց հիմնական նպատակը էր, որ Կարմիր շուկայից դեպի Ամարասի ձորակը այդ թևը, այնտեղ հերհերի մենք խաշմերուկ ենք ասում, եթե կտրում են, այսինքն Կարմիր շուկայի ձորակը կտրվում էր, շրջանը կիսում էր, մի թևն էլ արդեն հարձակումը եղել է Ամարաս, Լուսնյակ բարձունք ենք ասում մենք։ Այդ մի թևն էլ արդեն կկտրեր մյուս ձորակը շրջանի, այսինքն Ճարտար Մարտունի ու այս մի ձորակը Սոս Մաշկալաշեն Քերտ Քարահունջ, հիմնական նպատակը այդ է եղել, որ ավելի շատ կտրեն իրարից բաժանեն շրջանը։ Նու երկու կողմով էլ չի հաջողվել, առաջինը որ այդ Կարմիր շուկայից դեպի հերհեր այդ խաշմերուկում ընդհանրապես չեն կարացել առաջխաղացում ունենան, մի կողմից միջև Լուսնյակի բարձունք հասել են, բայց չեն կարացել, էլի չեն կարացել կտրեն ճանապարհը, բարձունքը մնացել է մերը մինչև վերջ։ Մեզ վրա հիմնականում աշխատում էր D20, սկզբից շատ փիս վիճակալ է, տոսով են խփել 22-ին։ Բայց պեխոտի հիմնականում գալիս էր 21-ի վրա, 19-ի վրա շատ եկել, ամսի 19-ին 19-ի դիրքի վրա օրոմից 3 անգամ հարձակում է եղել։ Հալալն է տղորանցը դիրքից մի շակ առաջ չընկացավ թուրքերը։ Մեր զոհը 319 դիրքն էր պահում։ Դա ով մի հատ առաջա վերցրի, բարձրացա, բայց 319 դիրք չեմ ասեցի, աչի վրա երկու հատ չպահող պոստա։ Այն ամենակ գնացի թե այդ եթե դա օրինակ շատ ապասնի տեղեր էլի դա թուրքեի կարելի հատ այդ չպահող պոստով գան, էլ 319 դիրքից ոչ մի մարդ չի կարող դուրս գա։ Այդ մնացին դա արդեն կապ էի պահում դորցի հետ ինչ կա, ինչ չկա։ Այդ օր գիշերը ուզում եմ մի տղակա իր անունը անպայման ասեմ, Աղալմյան Դավիթ, մեր գյուղից է, Կարմիր շուկա, էտա ինքն է եկել, տեսեք մենակ կանյանց եմ պոստում, երկուսով եկանք մանացինք այդ դիրքում, սար գիշեր, հետո վաղը առավոտ շուտ մեկ էլ բարձրացանք 19 դիրք։ Իրանց մի քանի օր առաջ մի հատ տանկ էր եկել մեր դիրքի դեմը, այդ տանկն էր շատ խանգարում էր, սա երջեկեքը ոչ չացել, բայց տղեկի բանադես, կանտուզիա բան, տես թեթե վիրավորումներ լա, բայց բան չի աղետի։ 3 անգամ հարձակվել են այդ 319-ի վրա։ Մենք դաժը չենք իմացել, որ կարող պատարյազմ ավարտի բան, սաղ տայքներ միջև վերջ կայնած էին, նաղը միջև վերջ կայնել է, միջև վերջ օրը միջև չեն ասել, բայց զենքերը արդեն պետք է հազդենք։ Առաջի հարվածը, որ սկսել է, մինչև հաջորդ օրվա ժամի 1-ը նույն ինտենսիվությամբ շարունակվել է։ Տենց չի եղել, որ ասես ինչ-որ պահի, առաջինը շատ հուժկու էր, առաջի հարվածը շատ հուժկու էր, բայց դե նույն ինտենսիվությամբ շարունակվել է մինչև արդեն հաջորդ օրը ամսի 20-ի ժամի 1-ը։ Մեր D20-ները Կախոզաշեն գյուղ ենք ասում, այդ Կախոզաշեն Քերտ այդ արանքում էին, Մսմնա գյուղում էին ու շատ ուժեղ աշխատել են տղերքը, իրանց եղած ռեսուրսի համապատասխան շատ լավ են աշխատել, շատ լավ կրակային աջակցություն են ցույց տվել մեզ։ Հիմնական կուտակումը եղել է 21-ի դեմը։
ամսի 19-ին ժամի 12:30-ից կռիվը սկսել է, ես իմ ազնագազմով մարտական դիրքում եմ եղել, ես մինչև հետը գնացել եմ, ոչ ամսի 14-ին, որ գնացել եմ սաղ մարտական հաշվարկ, բան սաղ ազնագազմը տեղյակալալ, իրանց, ասիկս, որ կռիվը սկսի, սաղ իրանց խրամաբիջիջը բենը սաղ գիտեին, որ դե արդեն խուճապի բան չկար էլի։ Հենց կռիվը սկսեց, ես ազնագազմը ոչ հարանգավորեցի, որ գնան խրամատ, ամենք զբաղեցնեն իրանց խրամաբիջիջը ու ես կարիք չկա էլի, որ սաղ ելնեն խրամաբիջիջում նայեն, տենան իրանց դեմը ինչ է կատարում։ Սաղ իրանց խրամաբիջիջում նստում են, մի հոգի մնում է դիտորդ, ենքա որ նայի ես իմ 21 մարտական դիրքս շատ իրան խրամատը շատ երկար է եղել։ Մենք եղել ենք 11 հոգով, այս դիրքի ազնագազմը ու պլյուս դրա 2 հատ մինամյոտչիկի այդ բանը ազնագազմը մեր մոտ է եղել, մեր դիրքում է եղել։ Ոտով իմ դիրքից տես տեղեր, որ բլրի սենց դոշով գնացել եմ 200 մետր իմ դիրքից առաջ եմ գնացել, սենց շեխեր կոչվող մուկ ջղացն կասեմ, այդ ջղացումը իրանք պեն են լա տիրած, իրանց պեն են բազա է։ Ես տղորց ասում եմ, ես որ գնում եմ դե իմանակ ես դեղ եմ ու ես կասեմ էլի ինչ անեք դուք։ Ինձի պետք է դիպուկը հարնու բանը, պեկայիստը, որ գան ինձի, ասինքս եթե պետք է գան, ուրեմն պիտի այդ 2 հոգին գան իմ մոտս։ Ոչմ ես գնում եմ, հասնում եմ իմ օզյաս տղս, տենեմ արդեն ոչմ այդ թուրքերի գալիս են, արդեն խոտերի մեջով բանը գալիս են, ստեղել այդ ձորի մեջ բանա, հաղողի այգի է ու մի քանի հատ թիծար բան, դες մոշերով, խոտերով գալիս են, ոչմ ես արդեն կապ եմ տալիս ջոկի հրամանատարին, որ իմ ասած մարդիկս ուղարկի մոտս, ոչմ տղեկը գիտեն, որ դեհո պիտի գան, արդեն այնա եկել են հասել, որ ուզում են մտնել այդ խաղողի այգին, այդ խաղողի այգին էլ ինձանից իմ դիրքից աչ է դառնում, այսինքն ոչ 20-ն է տենեմ իրանց, ոչ էլ ես եմ տենեմ, որովհետև ես պիտի գնամ այդ բոլորով, ես տեսնեմ այդ խաղողի այգով, եթե գալիս են իրանք, կարում են ինձ շրջանցեն, հետևս ու արդեն ես չեմ տենեմ իրանց։ Ոչմ սնայպերիստին ու պեկայիստին կանչում մոտոս, ոչմ արդեն դիրքավորում ենք, կարակում իրանց արդեն տեկայնեցնում ենք, այդ սաղ ցերեկը չենք թողում։ Գիշերը արդեն որ կռիվը սկսում է, իմ վաշտի հրամանատարս, այնա ասե երկրորդ դասակի հրամանատար, ծովատեղի, երրորդ դասակի հրամանատարը, սաղ ոչ արդեն կապ ենք տալիս, պատորոնով, ցինկերով, բանով, վերցնեն, սենց ասած վազելով գալիս են դիրք։ Գալիս են, տենց արդեն Սերիան նարեկը գալիս է իմ դիրքս, իր ազնագազմով, իր դասակով, ջաբյան կիման ասնում է մեր աչի չպավող դիրք։ Էդում ենք այդ չպավող պոստը, այդ մեր չպավող պոստից էլ 20 պոստը 1 կիլոմետր բաց էր։ Որ մութու ընկնում է նաշնոյով 21 դիրքի սաստավը տենում է, որ շրջանցում են թուրքերը, որ մտնեն մեր գյուղի տակը, հեր գյուղը։ Կապ են տալի ասում, ես Զամպացեխը, Բաղդասարյան հրայրը, Արտակը, մեր ռոտնին, մեկ է մեր գյուղի տղերքը։ Էդ մենք մեր այդ գյուղի խաշմերուկը, ստայանք են։ Էդ մենք դե, որ թուրքերի դեմը կայնեցնենք չմտնեն գյուղ։ Մույս օր ժամը 12-ին Արտակն է վիրավորում կամանձի ռոտը։ Մեր գյուղից ավտո են գրկում, կամբատներ մեր զամկամանձիրի տրեցի պաշտպանական շրջանի զամկամանձիրն էլ էր դե, Սևակ Սարգսյանը, ավտո են ուղարկում, Արտակին ուղարկում ենք վիրավոր էր։ Հույվանդանոց, հետո մեր գյուղի տղեկնել են գալի օգնության։ Գիտես, մեր բախտը ինչով է բերել, որ այդ գյուղի տղաները, սաճահել տղաներ են հավաքվել։ Մեծահասակը ես էի երևի Զամբալիտը։ Մնացածը սաճահել տղերք էին, որ պատրաստ են իրենց հայրենիքի համար կռվեն, մահանան, բայց մի կտոր հող չտան։ Մենք իջել ենք ամսի
23-ին իրիկունու դիրքերից։ Միջև մեզ ասել են ինձ կապ են արդեն հաստատել, բա կանչում են քեզ երևից, գնացել եմ, ասում են, որ սենց է, բա պիտի զենքերը թափեք, տղերքն էլ ասել են միջև մեր հրամանատարը հրաման չտա, տենց էլ չեն թափել։ Տղորանցը բացատրել են, որ սենց է վիճակը, տղերք։ Կարակ իջնեք։ Հետո եղավ այն, ինչ եղավ։ Արդեն տղերքը նույնիսկ կարելի է ասել լացելով, կարելի է ասել շատ տխուր դիրքերը թողեցին, իջան։ Հիմա ես գիտեմ, որ բոլորիս այստեղ մեր ներկաներիս, ընդհանրապես բոլոր արցախցիներին մի հիվանդություն է տանջում, որը կոչվում է կարոտախտ։ Բոլորը երազում են մի բանի, հայրենիքի տունդարձի ճանապարհին են երազում,